Ճիշտ ասած, ես երբ որ դարձա 70 տարեկան, մոտ կշիռս բավական բարձր էր ավելի, այսօրվանից 10 քանի կիլո ավելի էի։ Մտածեցի դա ճիշտ չի։ Բեռը իմ ծունկերիս վրա եւ այլս պիտի կշիռամ։ 12 կիլո ինձ նիհարեցրեցի, ոչ արագ, մի 2 տարվա ընթացքում։ Ոնց նիհարեցրեցիք, ասեք մենք էլ կերավ։ Ասեմ անեմ, ժամի երեկոյան 7-ից հետո ոչինչ չեմ ուտում։ Նույնիսկ պտուղ, ոչ մի բան։ Դրանով հետո տարիքի բերումով, երբ որ մետաբոլիզմը դանդաղում է, արդեն դու կարիքը չես զգում ուտելու շատ։ Ես իմ համար եմ խոսում։ Ես այն հիմա որ եթե նայեմ իմ 15 տարի առաջվա կերածից համեմատ, ես այսօր ուզում եմ դրա 1/3-ը երևի հազիվ։ Դա ինձ բավարար է։ Ուտելիքի հարցում էլ ասկետական մոտեցում։ Ինքն իրան է դասավորվում, բայց պիտի կամքի ունենաս, որ այդ ուտելու ցանկությունը մեկ զսպես կամքի ուժ ունենաս, օրգանիզմիդ լսես, ընդհանուր մարմին, հոգի, միտք, այդ ամեն ինչը պիտի բալանսի մեջ լինի, որ կարողանաս։ Դե չէ կանոնները բոլորս գիտենք։ Իհարկե, ես զերծ չեմ տարիքի հիվանդություններից, չգիտեմ, մեկի ճարյան ճնշում դե բարձրանում, մեկի շաքար դե ավելանում եւ այլն։ Թեթև դեղորայքով դրանք հսկողության տակ ենք պահում, որ մնացորդը կարողանամ գործն անել։ Ինձ թվում է, որ Պարոն Գալստյան, եմի վերջին հարց, դուք ունեք Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ այդ ուլտիմատումը վերջնագիր, որ թորներին եք ներկայացրել, աշխատում է, հաճախ գալիս են, ինչ եք կարծում, կգա ձեր մեծ Գերդաստանի սերունդը շարավիղը հայրենիք։ Հիմա ասեմ ձեզ, ես այո Հայաստանի արդեն 10 քանի տարի է Հայաստանի քաղաքացի եմ։ Ես առաջիններից էի, ես քանի որ Լոնդոնում, երբ որ Հայաստանի Հանրապետությունը որոշեց, որ դեսպանություն պիտի բացվի, մեր տան սենյակներից մեկը հատկացրեցինք տղայիս ննջարաններ, որ ինքը այդ Լոնդոն չէր սովորում, քաղաքից Բրայթոն քաղաքումներ։ Արմեն Սարգսյանը ժամանակ այնտեղ էր, մեր կապ ունեինք շատ մոտ այդ ժամանակ, որոշեցինք, որ այդ սենյակը տանք Արմենը որպես դեսպանություն գործածի սկզբնական շրջանում։ Չեք պատմում այդ գոհարները։ Մի 3 ամիս մեր սենյակներից մեկը դեսպանությունն էր Հայաստանի, մինչև որ դասավորեցինք տեղ գտանք Հայտունում, ընդեղում տեղափոխվեց այնտեղ, բայց մենք 1 տարի իմ հեռախոսի ու ֆաքսի վրա Հայաստանի Հանրապետությանը ուղղված թղթեր էին, նամակներ էին գալիս։ Ազգանվեր գործ է եղել։ Այդ ընթացքին, ասում եմ, ես դարձա, ինձ նշանակեցին պատվո հյուպատոս, բայց պատվո չէի, քանի որ ամբողջ օրվա մեջ 4 ժամ աշխատում էի այնտեղ, եւ վիզաները, բոլոր թղթաբանությունը հյուպատոսական ես էի անում։ Եվ ընդեղից առաջին անձնագրերից որ տրվեց որպես կացության իրավունք, դա ես եմ ստացել Անգլիայում։ Դուք ձեզ եք այսպես ասած։ Ես չեմ տվել, արդեն այն ժամանակ արտգործ նախարարը Վահան Փափազյանն էր։ Նա է վերես Լոնդոն հանձնեցից այդ անձնագիրը։ Հրաշալի պատմություն, հրաշալի հուզիչ, ոնց որ արժանի, վաստակած։ Իսկ թորները 8 տարի շարունակեցի այդ աշխատանքը դեսպանությունում։ Իսկ թորները այդ ձեր վերջնագիրը կընդունեն կգա։ Այո, թորները մեծ են, մեկը 26 է, մեկը 28 է։ Արդեն մեկը ավարտել է, աշխատում է, մյուսն էլ այս տարի պիտի ավարտի։ Երկուսն էլ ընկերուհի ունեն, դե հայ չեն։ Երկուսն մեկը անգլիուհի է, մեկը բնիկ ամերիկուհի, այսինքն Ամերիկայի հնդիկի խառնուրդ է։ Երկուսն էլ իրանց ասել ենք, որ մենք չենք գալու, դե ուզում եք եկեք, այս անցյալ տարի երկուսն էլ եկան, իրանց ընկերուհիներ էին բերել, իրենք շատ են եկել մինչև հիմա, երևի 10 անգամ երկուս տղաներն էլ եկել են Հայաստան, և այս անգամ իրանց ընկերուհիներ էին բերել, և երկուսն էլ շատ հավանեցին Հայաստան, ասին եթե մենք աշխատանք այնպես լինի, որ հեռակա աշխատելու հնարավորություն ունեն, կուզեն կանք ստեղ ապրենք։ Այդ մեկը շատ խիստ աշխատում է, արդեն սկսել է հայերեն սովորել։ Հարսնացուներ է։ Այո։ Հաստատեք, պարոն Գալստյան, հաստատեք, եթե հայերեն սովորում եք։ Այո, արդեն երեք գիշեր ժամի 2-ին առավոտ ժանգարը, թե
այդ այբուբենն եմ վերջացնում, արդեն մի քանի հատ տառի ճիշտ առոգանություն արտասանելն եմ ուզում իմանամ։ Հաղթանակ է, ձեր հաղթանակն է։ Իսկ մյուս տղաս, որը մահացավ երիտասարդ 39 տարեկանում, նա արվեստագետ էր, բրոնզե իրարական իրերի մասնագետ էր, եւ մենք իր մահվանից մի քանի տարի հետո Արմավիրում հիմնեցինք Լևոն Գալչյան արվեստի դպրոցը, որը ծառայում է տեղի բնակիչներին, գյուղերի, շրջակա գյուղերի բնակիչներին, շուրջ 100 գյուղացի երեխա շաբաթվա մեջ հաճախում են դպրոցի ժամերից դուրս։ Գալիս են սովորելու ձեռագործ, ասեղնագործություն, գորգագործություն, երգ, պար, հայկական հավանդական երկու պար։ Ձեր զավակի իշատակի համար։ Հետո արծաթագործություն, կավագործություն, տարբեր մասնագիտություններ, փայտի վրա փորագրություն եւ այլն։ Եվ այդ 100 հոգին արդեն դրանց մեջից մենք ուսուցիչներ ենք հետ ստացել, որ գալիս են հիմա իրանք դարձել են ուսուցիչ։ Գործն է անմահ։ Դա մեզ շատ մեծ գոհունակություն է տալիս, քանի որ տեսնում ենք, որ ուսանողների մեջ, երեխաների մեջ մեր դպրոցի դասչուհին շատ խիստ է, որ ոչ թե սովորեն գործը, այլ ապրել սովորեն, վարվելակերպ սովորեն երեխաները։ Հետո որ գալիս են նորերն են գալիս մյուս տարին, նկատում ենք, որ եղածները ինչքան տարբեր են այդ նորերից։ Արդեն երբ որ մեկը ներս է մտնում սենյակով տարիքով մեկը վեր են կանգնում, որ նստելու տեղ ունենան մյուսը։ Գալիս են ներս, բարև են տալի առաջի հերթին։ Մյուսները առաջ երբ որ եկան, գլուխները կախկցած գնում են, մի անկյուն կանգնում են։ Իրենց մեր տնօրենը դեպքապես շատ ուշադիր է, որ ապրելակերպ սովորեն։ Շնորհակալ գործ եք անում, պարոն Գալչյան, ձեր զավակի իշատակի համար։ Մենք շնորհակալ ենք, որ տեսնում ենք նման բաները արդյունքներ են տալի։ Հրաշալի է։ Շնորհակալ եմ շատ տպավորիչ զրույցի համար։ Մենք վաղուց արդեն ժամանակը սպառել ենք, բայց ես գիտեի, որ այսպես էր լինելու։ Շնորհակալ եմ, որ եկաք։ Կներեք ձեր ժամանակը քաշ տալու համար։ Չէ, հրաշալի եղավ, շնորհակալություն շատ։ Ընտրեմ։ Երկարակեցությունը եւ իրապես երկարակեցությունը ոչ թե գոյություն ունենալ է երբ շատ տարիներ, երբ որ պարզապես որպես մեկ գոյություն ես ապրում 70-ից հետո ուտում խմում քնում ես, դա իմ համար ապրել չի։ Ապրելն է նա, որ դու ուրիշներին օգտակար լինես քո կյանքում։ Հաճույք ստանաս ապրածից դա է։ Գիտեք, ես մի ընդհանուր փիլիսոփայություն ունեմ, որ մենք կյանքի ընթացքում ամբողջ ժամանակ 50-60 տարի մեր շրջապատից բաներ ենք վերցրել, թե գիտություն, թե ամեն տեսակի զգացմունքների եւ այլն, դե պաշար ենք հավաքել։ Երբ որ գալիս ես 70-ի մոտ ես հասնում, պիտի վերադարձնես հանրությանը։ Ինչ որ ձև պիտի վերադարձնես, քո իմացած ձևով։ Մեր շատ հյուրեր դա բնութագրուն էսպես ասում են վերցնել, կրկնապատկած վերադարձնել։ Այո, անպայման պիտի վերցնել, զարգացնել, հետո վերադարձնել։ Ես հիմա խնդիր ունեմ, որտեղ փնտրում եմ քարտեզագետներ, որ հետաքրքրված լինեն, որ ես իմ հսկայական արխիվս ուղղակի հանձնեմ իրենց, օրինակներ հանձնեմ իրենց, որ իրանք շարունակեն նման աշխատանք։ Մինչև հիմա չեմ գտել, եթե հուսանք այս հաղորդումից հետո երիտասարդ մասնագետներ կարձագանքեն։ Ես շատ մեծ հաճույքով դրանց կընթառաջեմ։ Սպորտով զբաղվելս ես դահուկ քշելս սկսել եմ 35 տարեկանում ուշ։ Բայց երբ որ տղաներս 7-8 տարեկան էին, 6-7 տարեկան էին, ասացի, որ սրանք էլ պետք է սկսեն։ Եվ ես որ սկսել էի 1 տարի, հաջորդ տարին երեխաների բոլորով գնացինք բաղուկ քշելու եւ շարունակել եմ ամբողջ Պարսկաստանում այդ գործը արեցին քանի տարիներ։ Հետո երբ որ եկա Անգլիա, տեղափոխվեցի առաջին մի քանի տարին իհարկե դժվարություններ կար, թե ֆինանսական, թե ժամանակի վերումով հնարավորությունները չկար, անձնագիրը պարսկական անձնագիր պիտի վզած ստանայինք ամեն անգամ։ Բայց երբ որ թղթերս դասավորվեցին, ֆինանսականս էլ մի քիչ կարողացա, ու 85 թվականից ամեն տարի երեխաներից գոնե 1 կամ 2 անգամ գնացել ենք արձակուրդ 1 շաբաթ 10 օրով դահուկ քշելու արձակուրդի։ Երևանում, Հայաստանում գնում եք Ծաղկաձոր։ Հայաստանում տարիներ եմ գնացել եմ Ծաղկաձոր, Վրաստան եմ գնացել Գուդաուրի 2-3 անգամ։ Բայց այս տարի էլ այդ Եղի Պատրուշի այդ Մայլեր բանը բացվեց։ Ապարանի կողմը, այնտեղ անցյալ տարի էլ գնացել ենք, այս տարի էլ
Ոնց զարմացան։ 10 օր առաջ էր։ Ճիշտ ասած, այնտեղ ասին, որ տարիքավորների մեջ ձեղ չկա։ Եթե 60 անցես, չգիտեմ, 10% է, 70 անցես, 20% է եւ այլն, ասին քանի տարեք, որ թվականի ծնունդ եք։ Ասի 1938 է։ Նայեց, ասավ, տեսնեմ, նայեց, ասավ, ճիշտ ասած, մինչև հիմա չէի տեսել 1938-ից։ Անվճար էր։ Անվճար չէր, բայց 14-ը դարձավ 4000։ 14000-ը։ Ծաղկաձորում շաբաթ 3 օր անվճար է։ Հրաշալի է, տարիքից բխող դրական կողմերը։ Դա հաճելի սուրպրիզ էր իմ համար, որ այդ կարողանում եմ անել։